Իմ կարծիքով ԲՏԱ նախարարության առաջարկած նախագիծը, որը մի շարք խստացումներ է նախատեսում մեդիադաշտում, պողպատե մուրջ է դառնալու լրատվամիջոցների գլխին նախընտրական շրջանում։ Լրագրողների ու մեդիափորձագետների այս մտահոգությունը փորձում է ցրել հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահը։ Հավատացնում եմ ձեզ, որևէ միտում չկա ինչ-որ բան սահմանափակել։ Ըստ Տիգրան Հակոբյանի, տեսալսողական մեդիայի մասին օրենքում փոփոխությունների նախագիծը կարգավորելու է մեդիադաշտը ու նվազեցնելու է եղած խախտումները։ Այդպես, ըստ Տիգրան Հակոբյանի, հանձնաժողովը փորձում է պաշտպանել ոչ թե քաղաքական գործիչների շահերը, այլ հեռուստադիտողների անդորրը։ Սա ամբողջը նրա համար է, որպեսզի այդ խախտումները շարունակական բնույթ չկրեն։ Իշխանական պատգամավորներն են կողմ քվեարկել տեսալսողական մեդիայի մասին օրենքում փոփոխություններ անելու նախագծին, որով արգելվելու են Հայաստանի ներքաղաքական կյանքին միջամտող օտարերկրյա ծրագրերը, բռնություն, քարոզ պարունակող կոնտենտի տարածումը, արգելքների ցանկը երկար է։ Այսօր նույնիսկ եթե ինչ-որ հեռուստաընկերություն դրսի անուն չտամ, ինք առավոտից երեկո, միջամտի մեր գործերի նախընտրական օրինակ գործընթացների ժամանակ, կեղտոտ կոչեր անի, ասի գնացեք կառավարությունը, չգիտեմ, սպանեք, սա արեք, նա արեք, մեր հանձնաժողովը որևէ կզարմանակ գործիք չունի, որպեսզի կարողանա կասեցնի այդ աշխատանքները։ Հիմա այդ գործիքները մեզ տրվում են։ Իսկ ինչպես է որոշվելու, թե որ բովանդակությունն է համարվում երկրի ներքին գործերի միջամտություն։ Դժվար հարց է, չի հերքում հանձնաժողովի նախագահը, չբացառելով, որ հստակ ձևակերպում չգտնելու պատճառով հնարավոր է խորհրդարանական քննարկումների ժամանակ երկրի ներքին գործերին միջամտելու մասին այս խնդրահարույց դրույթը հեռացվի։ Հնարավոր է դուրս գա, մենք չգիտենք դեռ, դրա համար թող ընդունվի, նոր կիմանանք, եթե մնա, այսինքն դրան մենք փորձենք լուրջ սահմանում տալ, ձևակերպում տալ, որ իսկապես չհրաշայինք, որտեղ այս հարցին պատասխանեցի ցանկացած դրսից քննադատություն, վտանգա, որ մենք ընդունենք որպես միջամտություն, մենք ընդունում ենք։ Օրենքի մեկ այլ հոդված էլ վերաբերում է սահմանադրական կարգը տապալելու կոչ հեռարձակելու արգելքին, չէ՞ որ այդ արարքն առանց այդ էլ քրեականացված է, հիշեցնում են լրագրողները։ Տիգրան Հակոբյանը նկատում է, որ դատական գործերը կարող են շատ երկար ձգվել։ Մենք նույնիսկ եթե քրեական գործ հարուցվի, ինչքան է դատևում, լավագույն դեպքում տարի։ Այսինքն մենք մի տարի թույլ ենք տալի պայմանական, չգիտեմ, ինչ որ, չգիտեմ ինչ նյուս, Կորեա նյուս, հեռուստածրագին, որը մեր ցանցային օպերատորների մեջ է, մենք թույլ ենք տալի 1 տարի, ինքը ինչ ուզենա Հայաստանի մասին ասի։ 2025 թվականի ընթացքում հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը նախաձեռնել է 84 վարույթ։ Ըստ Տիգրան Հակոբյանի, վարչական այդ վարույթների մեծ մասը բովանդակային բնույթ են ունեցել։ Հեղինակային իրավունքի խախտում, բռնության տեսարաններ, գովազդի օրենքի խախտումներ, երբ հեռարձակվում են գովազդներ, ֆիզիկական եւ հոգեվոր առողջությանը վնասող։ Տիգրան Հակոբյանի խոսքով քիչ չեն նաեւ հանձնաժողովի նկատմամբ դատական հայցերը։ 2025-ի ընթացքում հանձնաժողովը անցել է 14 դատական գործով, 6-ն արդեն ավարտվել է։ Լիլիթ Գասպարյան, Առաքել Օհանյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։